Հերթական դիվանագիտական պարտությունը խայտառակությունն ու ամոթն է արձանագրվել այս անգամ Միացյալ Ազգերի կազմակերպությունում։ Ադրբեջանի նախագահ Ալիևը Հայաստանին մեղադրել է պատերազմական հանցագործությունների մեջ, էթնիկ զտումներ իրականացնելու մեջ ադրբեջանցիների նկատմամբ եւ չի մոռացել հիշեցնել Զանգեզուրի միջանցքի մասին, ասելով, որ Թրամփի ուղին անցնում է Զանգեզուրի միջանցքով, այսինքն ոչ թե Թրամփի ուղին է Զանգեզուրի միջանցք, այլ Զանգեզուրի միջանցքով անցնելու է Թրամփի ուղին։ Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը թրիփն է, որը կապահովի անարգել անցում Զանգեզուրի միջանցքով եւ կամրապնդի տարածաշրջանային կապերը։ Եվ դրանի պատասխան Փաշինյանը ընդամենը հարցրել է, թե ինչ նկատի ունի Ալիևը ասելով Զանգեզուրի միջանցք, փաստացի արձանագրելով ՄԱԿ-ում ամենաբարձր մակարդակով, որ Հայաստան եւ Ադրբեջանի միջև ստեղծվել է նոր կոնֆլիկտ Զանգեզուրի միջանցք հասկացության շուրջ։ Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում այս ամբիոնից օգտագործել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերը սպառզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով։ Իսկ ինչ պետք է նկատի ունենա Ալիևը, նա հստակ ասել է, թե ինչ նկատի ունի, որ այդ միջանցքով անխոչնդոտ ինքը պետք է անցնի, հայի երես չտենա եւ դա միջանցք պետք է լինի, ինչպես Լաչինի միջանցքն էր, ուղիղ կապ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև։ Ինչ կա այստեղ չհասկանալու։ Նա բազմիցս է այդ մասին խոսել։ Եվ հիմա որքան էլ Նիկոլ Փաշինյանի աջակիցները, քարոզիչները, փիարշիկները եւ ֆեյքերը փորձեն արդարացնել ինչ-որ բաներ խոսալ, հերոսացնել իրենց առաջնորդին, անհերքելի եւ խայտառակ փաստ է արդեն, որ Զանգեզուրի միջանցքի շուրջ վեճ է առաջացել եւ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով այն հասել է ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոն։